Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր նախընտրական պաշտոնական քարոզարշավի շրջանակում զրուցել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով պատգամավորության տեխնացու, կուսակցության վարչության անդամ Արայք Հարությունյանի հետ բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, մինչ զրույցին անցնելը ուղղակի տեղեկացնեմ, որ 30 րոպե հետևել է մեր զրույցը, իմ առաջին հարցից սկսած մոտ 2 րոպե առաջ, այսպես մոտավորապես ես ձեզ կակնարկեմ, որ ժամանակը մոտենում է ավարտին եւ 37 րոպեն երբ դրանա ես ստիպված կլինեմ ձեզ ընդհատել նախապես ներողություն եմ խնդրում։ Մինչ դեռ այստեղ ձեր գալը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս թեմային, ինքը ամենակննարկվող թեմաներից մեկն է իմ վերջին օրերին կապված Ռուսաստանի կողմից, չասեմ սպառնալիքների, զգուշացումների կապված այն զգուշացումների հետ, որ եթե Հայաստանը շարունակի իր ընթացքը դեպի Եվրամիություն կամ այդ ցանկությունը այսպես ավելի խորանա, մենք ստիպված պիտի լինենք ընտրել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ եւ ամենահետաքրքիրը այստեղ մի քիչ ներքաղաքական դաշտ բերեմ, այս ամենը գրեթե 100%-ով համապատասխանում է այն խոսույթին, որը ունի հիմա անդիմությունը, այսպես դա ձեզ պատահականություն է, երջանիկ զուգադիպություն է, թե համակարգված գործողություն։ Երկրորդի մասին չեմ կարող ասել, բայց առնվազն կարող եմ ասել պատահականություն չէ։ Տարօրինակ կերպով այդ լարվածությունը թեմայի շուրջ առաջացավ ընտրություններն ընդառաջ եւ այն դեպքում, երբ որ ԵՄ այսպես ինտեգրման հետ համապատասխան օրենքը ընդունվել էր անցած տարվա մայիսին։ Այսինքն դեռ 1 տարի առաջ էր դա ընդունվել եւ այդ ժամանակ խոսակցությունները այնպես գործընկերային էին, աշխատանքային էին, բայց հանկարծ ինտենսիվացան եւ ակնհայտ է որ կապված է նաեւ ընտրությունների հետ, բայց կարծում եմ որ տոնայնությունները այնպիսին են, որ թույլ են տալիս մեզ վստահորեն ասել, որ հունիսի 7-ից հետո մեզ կհաջողվի հարթել այդ իրավիճակը։ Այստեղ մենք նկատում ենք մի բան, որ Ռուսաստանում նաև որոշ գործընկերների հետ խոսելիս զեկուցումները կարծում եմ ճշգրիտ չեն եւ այսպես ասեմ Կրեմլի տարբեր գմբեթները տարբեր գնահատականներ են տալիս Հայաստանի իրավիճակին։ Դրանից է գալիս նաև Ռուսաստանի պաշտոնյաների արձագանքները, բայց մեզ կհաջողվի իրական վիճակը ներկայացնել։ Ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունն էլ այստեղ մեծ դերակատարություն է ունեցել։ Մեր ինֆորմացիայով նրանք շատ երկար ժամանակ նրանց տարբեր ներկայացուցիչներ տարբեր կաբինետներից դուրս չեն եկել եւ խնդրել են, որ այսպես ասած սանկցիաները ուժի մեջ դրվի, որպեսզի որոշ ուժեր հնարավորություն ունենան ոչ թե հաղթելու, այլ անցնելու խորհրդարան։ Այսինքն հաղթանակի մասին խոսք չի զուտ ներկայացվածության իմաստով։ Վստահ եմ, որ պաշտոնական կաբինետներում Մոսկվայի նաև այս առումով շատ հստակ չի զեկուցումը եղել, որ այդ ուժերը ըստ էության 1/3-ից ավել ձայներ հավաքելու հնարավորություն չունեն եւ ակնհայտ է, որ գործող քաղաքական ուժը, որը ձևավորել է կառավարությունը, քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է ստանալու։ Պարոն Հարությունյան, դուք էլ նոր ասացիք, ձեր թիմակիցներն էլ են բարբերաբար պնդում, որ հունիսի 7-ից հետո իրավիճակը կփոխվի, այսինքն Ռուսաստանը կհամակերպվի եղածի հետ եւ կշարժվենք առաջ հարթելով են խնդիրները, որ այս ընթացքում Ես այդպիսի բան չասացի, որ Ռուսաստանը կհամակերպվի այդ իրավիճակի հետ, ես ասացի, որ ստեղծված իրավիճակում, երբ որ ակնհայտ կլինի, թե ինչպիսի որոշում է կայացրել հայ հանրությունը, կհաջողվի աշխատանքային կարգով մեր ռուսաստանյան գործընկերների հետ հարթել այդ իրավիճակները։ Հիմա, բայց տեսեք, Ռուսաստանից արդեն սկսել են սպառնալ, որ գազը կթանկանա, կարող է թանկանալ ավելի ճիշտ, որում չգիտես ինչի մեր վրա ուզում են վաճառեն այդ գազը, էժան է իրականում
Հա $165 սահմանի վրա հաշվում եմ, բայց որ 390-ով եմ ես գնում այդ գազը, $390-ով այդ մասի մոռանում են հիշատակել, որ այստեղ մի նշում անեմ, որ իրենք անընդհատ $600-700 մասին է խոսում Եվրոպայում, նախ այդպիսի գին հիմա Եվրոպայում չկա։ Եվ երկրորդը Հայաստանի սովորական սպառողը իր գազը գնում է ոչ թե սահմանին, այլ ռուսական Գազպրոմ Արմենիայից։ Եվ գնում է ոչ թե $165, այլ գրեթե 2.5-3 անգամ ավելի թանկով։ Եվ դա նշանակում է, որ եվրոպական գներից սովորական սպառողը գնում է ոչ թե մի քանի անգամ տարբերությամբ, այլ ընդհանրապես այնտեղ մի 20-30% տարբերությամբ։ Հիմա եթե պատկերացնենք, որ այս խնդիրները հարթել չի հաջողվում, այսինքն ջերմուկը մնում է սանկցիաների տակ, այնտեղ մի քանի տեսակի կոնյակը մնում է սանկցիաների տակ, ծաղիկ չեն կարողանում արտահանել, որովհետև սանկցիաների տակ են, եւ այլն եւ այլն։ Նման դեպքերում կանեմ այս թեման մեր նախընտրական այս կարճ զրույցի հիմնական թեման դարձնենք։ Հիմնական թեման չի, ուղղակի ուզում եմ ասել պլան B-ն։ Շեշտադրումներն արեցի եւ մենք գործել ենք պլան A-ով։ Իսկ պլան A-ով այն է, որ այս իրավիճակը կհարթվի նաեւ որովհետեւ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Եվ ԵԱՏՄ-ում ունենք նույնպիսի իրավունքներ, ինչպես մյուս երկրները։ Երբ ԵԱՏՄ-ը ոչ արեց անցկացնել հանրակրթություն։ Եվ ունենք նույնպիսի գործիքակազմ, ինչպիսին ունեն մյուս երկրները։ Եվ մենք այդ գործիքակազմի տրամաբանության մեջ պատրաստվում ենք պաշտպանել մեր շահերը եւ կարծում եմ կկարողանանք պաշտպանել։ Լավ, եկեք անցնենք արդեն նախընտրական խոստումներին, հա։ Երեք հիմնական կետերը, որոնց վրա կենտրոնանալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե ունենա խորհրդարանական մեծամասնություն եւ կառավարություն ձևավորելու հնարավորություն։ Ես այդտեղ երեք կետեր չէի ցանկանա առանձնացնել, որովհետեւ դա այտենց ստանդարտ բան է, ձեր հիմնական 5 կետերը կամ 3 կետերը կամ ասելիքը, մենք մեծ ծրագրեր ենք սկսել։ Ակնհայտ է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք անվտանգության ամրապնդմանը, խաղաղության են գործընթացների տրամաբանության մեջ, որ տեղի են ունեցել։ Եվ այդ տրամաբանությամբ էր նաև, որ քաղաքացիական պայմանագիրը եկավ ուրեմն Քարոզ Արշավի մեկնարկին եւ ասեց սա է մեր հիմնական ասելիքներից մեկը, որ ուղղելու ենք մեր ժողովրդին եւ կոչ ենք անելու համատեղ միասին քվետալու քաղաքացիական պայմանագրին ամրապնդենք խաղաղությունը, որովհետև այո այն հաստատված է, բայց շատ կարճ ժամանակ է անցել խաղաղության հաստատումից հետո խաղաղությունը հասարակությունների միջև արագ չի հաստատվում, որովհետև մենք գործ ունենք էմոցիայի, հույզերի եւ տարբեր իրողությունների հետ, որոնք ժամանակի ընթացքում են փոխվում, վերափոխվում։ Երկրորդ հարցը իհարկե ես շատ եմ կարևորում կրթությունը, կրթական համակարգի շարունակական բարեփոխումը, իհարկե մենք հսկայական աշխատանք ենք արել այս ուղղությամբ, ընդունվել են համապատասխան բոլոր օրենքները, ըստ էության մենք ինչ ունենք, մենք ունենք բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը, նախադպրոցական կրթության մասին օրենքն ենք ընդունել ենք ուրեմն հանրակրթության ոլորտի չափորոշիչները, ունենք գիտության զարգացման ռազմավարությունը, այսինքն ամբողջ սպեկտրով մենք աշխատել ենք եւ աշխատանքել ենք արել։ Ավելորդ է նշել, որ ատեստավորման միջոցով էականորեն բարձրացել են ուսուցիչների աշխատավարձերը, էականորեն բարձրացել են գիտնականների աշխատավարձերը, անթիվան համար դպրոցներ, մշակույթի տներ, ուրեմն մանկապարտեզներ կառուցվում են, վերակառուցվում են եւ հիմա կարծում եմ առաջիկա 5 տարիների մեր հիմնական թեման իհարկե լինել է նաեւ ակադեմիական քաղաքը, որի ուղղությամբ նույնպես մեծ ծավալի աշխատանք է կատարել եւ մենք հիմա կանգնած ենք արդեն իրականացման շեմին եւ շուտով այնտեղ նաեւ շինարարական աշխատանքներ կսկսվեն, իսկ այն պրոյեկտը, որը մենք նախագծել ենք եւ իրականացնենք, կարծում եմ Հայաստանը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում մի քանի աստիճան կբարձրանա եւ կլինի առաջատարների շրջանում։ Սոցիալական մյուս ծրագրերն էլ, որոնք իրականացել ենք, շարունակական են լինելու։ Ծրագրերը շատ են, կուզեի ես սրանց անդրադառնալ։
Քանի որ խաղաղության օրակարգից խոսք գնաց, տեսեք, Լևոն Զուրաբյանը վարչապետի թեկնածուն Հայազգային կոնգրեսի պնդում էր այստեղ, ձեր տեղը նստած, ասում էր, որ խաղաղության օրակարգի մասին ձեր պնդումները բլեֆ են, որովհետև իրականում չկա իրենից որևէ իրավական արժեք ներկայացնող փաստաթուղթ, որը ֆիքսում է, որ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում։ Հիմա բնականաբար ամեն ինչ արվելու է, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվի, բայց այս պնդումը պնդման մեջ պարոն Զուրաբյանը միայնակ չէ։ Անդիմության գրեթե բոլոր թևերը համարյա ասում են, որ խաղաղություն իրականում չկա։ Ես ճիշտն ասած չի ուզի այդ անձնավորության ասածները մեկնաբանել, որովհետև իր ամբողջ քաղաքական գործունեությունն է բլեֆ եւ իր ասածներն էլ հետեւաբար այդ ժանրից են։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, կարծիքով սրան պետք է փաստերով անդրադառնալ։ Մենք 2 տարուց ավել լիակատար խաղաղություն ունենք սահմանին եւ ունենք 0 զոհ, 0 վիրավոր սահմանին։ Մենք ունենք մի իշխանություն Հայաստանում, որը կամք է դրսևորել, հասել է դրան եւ կամք է դրսևորում այդ խաղաղությունը պահելու։ Մենք ունենք շատ հստակ եւ արդեն որոշակի հայտարարություններ Ադրբեջանի կողմից, որ այո հաստատվել է խաղաղություն եւ իրենց նպատակն է ամրապնդել այդ խաղաղությունը։ Մենք ունենք օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթեր, որոնք հերթական անգամ արձանագրել են դրա առկայությունը։ Մենք ունենք TRIP նախագիծ, որը արդյունք է խաղաղության հաստատմանը եւ իր բոլոր բաղադրիչներով միտված է դա ամրապնդելուն։ Մենք ունենք մեծ դերակատարներ աշխարհում, որոնք այսպես շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատման։ Չգիտեմ սրան ինչ են հակազդելու, էսա մեծ պատասխանը։ TRIP-ը իրականում միջանցք է, իրենից ոչինչ չի ներկայացնում գլոբալ իմաստով, եւ դա ընդհանրապես Ադրբեջանի մի մասը մյուս հատվածին մշտական այդ պատիֆոնը միացված այդ փչացած պլաստինկա եւ անընդհատ ասելու են մենք դրան արձագանքել ենք, ավելացնելու ըստեյության բան չունենք, երբ որ մենք մտնում ենք անընդհատ այդ օրակարգի մեջ, ասում ենք չէ, դա սուտ, փաստերն են դրա մասին վկայում եւ վերջերս պետքարտուղար Ռուբիոյի այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերում եւս մեկ անգամ ֆիքսվեց։ Մենք հո բան չենք անում, խեղկատակ չենք այս ներքին ընդդիմության բանով անընդհատ խոսենք դրա մասին եւ բոլոր գլխագրերում հո չենք գրելու, որ այս ամեն ինչ իրականացում է Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության եւ մնացած ամեն տարածքային ամբողջականության մնացածի շրջանակն։ Իսկ միգուցե արժե, որովհետեւ ես շատ մարդկանց գիտեմ, քաղաքացիներ, որոնք այդպես ասում են, այ տեսեք, այս sense չի նենցա։ Այն Կարքինի հաղորդումը կա, որ ինչ փաստարկ բերում, ասում է հոպ այդ թղթեր, մենք այդ բոլոր թղթերն ունենք, ինչ ուզում են, մենք դրա թուղթը ցույց ենք տալիս։ Հիմա անվտանգության մասին, անվտանգային քաղաքականության մասին, քանի որ խոսք գնաց եւ Ադրբեջանի այդ խաղաղության գործընթացի, ես գիտեմ, որ բազմաթիվ անգամ անդրադարձել է այդ թվում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել, բայց այդ հարցը միևնույնն է մնում է օրակարգային։ Մենք ունենք օկուպացված տարածքներ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մասին է խոսքը։ Եվ վաղը մեսօրը ինչ որ մի պահ գալու է, որ մենք ադրբեջանցիներից կամ խնդրելու ենք կամ պահանջելու ենք, ասում դուս եկեք։ Որ պահին դա կգա, այդ հնարավորությունը երբ կստեղծվի։ Ոչ խնդրելու ենք, ոչ պահանջելու ենք, նորմալ սահմանազատման գործընթաց է գնում, որը էլի ժամանակ է պահանջում, որովհետև երկարատև թշնամանքից եւ պատերազմական իրավիճակից հետո մենք եկել ենք այս շատ դրական մի իրավիճակի եւ հանգիստ հանդարտ աշխատում է սահմանազատման հանձնաժողովները աշխատում են միմյանց հետ սահմանազատման գործընթացում այդ բոլոր հարցերը իրենց լուծումները կգտնեն այդ դրա փաստաթուղթն էլ է հրապարակված թե ինչ սկզբունքով այդ ամեն ինչը արվելու եւ այդ փաստաթուղթը չի քննադատվել բայց փաստաթղթերը ստորագրում են, տեսնում են այդ փաստաթղթի մեջ ոչ մի վատ բան չկա, դա դնում են մի կողմ, սկսում են հերթական միֆերը հնարել։ Այդպիսի միֆերեր բանը հիշում եք մինչև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ասում են
մեջը գրած է որ այս ադրբեջանցիները գալու են այստեղ բնակեցվելու։ Չեղավ, չասեցին, կներեք, սխալվել ենք կամ հիմար ենք, որ այդպիսի բաներ ենք ասում, կամ լրտես ենք, կամ գործակալ ենք։ Ոչ մեկ չասեց։ Մոռացան դրա մասին, հիմա նորից ինչ որ ձևով ֆռացրեցին, եկան այս նախընտրական փուլում նորից այդ ուրեմն խոսույթը բան արեցին, վերակենդանացրեցին։ 300,000 ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների սուտը եւ կեղծիքը եւ դրան բացատրությունը շատ པարզ է։ Այս 300,000 ադրբեջանցիների։ Սրան զուտ բանը որպես տեխնոլոգիա նայեք, որովհետեւ բոլոր մասնագետները կասեն այս 300,000 ադրբեջանցիների նայեք խառնում եմ աշխատատեղ բան, որովհետեւ 300,000 անընդհատ կրկնվում անընդհատ կրկնվում է, էլի։ Բոլոր տեխնոլոգները կասեն, որ քարոզարշավի ըստեյության կեսին կտրուկ փոխել խոսույթը որևէ ուժի, որ հավակնում է հաղթանակի, դա ճարահացության նշան է։ Ինչ արեցին։ 300,000 աշխատատեղի միֆը բերեցին, ջախջախվեցին։ 0% հարկերի միֆը բերեցին, նույնիսկ այդ փոքր ու միջին բիզնեսը, որի համար ասում էին բանը, թող 0% լինի, այս փոքր ու միջին բիզնեսը սկսեց իրաց ձեռ առնել, ասել պետությունը չի լինում առանց հարկերի։ Բերեցին դեղերի 20% զեղչման ավելացված արժեքի հարկը հանելու, վերցրեցի մեր առողջապահական այս ապահովագրության համակարգով, ասենք եղբայր ջան, այդ հարցը լուծված է, այս սրա մասին էլ մոռացան եւ վերջում երբ որ տեսան ընդ որում բոլոր սոցհարցումներով իրանք որոշակի աճ ունեն մինչեւ փետրվար, բայց փետրվարից հետո սկսեցին անկումը, այս սուտն ու կեղծիքը սկսեցին մեյդան բերել եւ իրենց տեխնոլոգները ասել են որքան մեծ է սուտը, այնքան հավանականությունը մեծ որ դուք կարող եք հաջողել, բայց դա էլ իրենց որևէ օգուտ չի տալու։ Պարոն Արսենյան, ենթադրում եմ, որ փորձել եք գոնե հասկանալ այդ 300,000 ընդհանրապես, հա, այդ սակրալ թիվ ոնց վերածվեց, 300,000 ադրբեջանցի, 300,000 աշխատատեղ, հիմա արդեն խոսակցություններ են պատտվում, որ 300,000 հայ ուղարկելու են Դոնբաս։ Այդ 300,000-ը որտեղից եկավ մտավ կապավ մեծ։ Կարող ասել, բայց կարծում եմ պետք չի այդ թվերի մեջ խորանալ, պարզապես այտենց նստել են, ասել են Սամվել Կարապետյանի պատկերացնում եք էլի, այտենց նստել են, ասել են ինչ թիվ ասենք, 100,000 չէ, լավ թիվ չի, 500,000 չէ, ոնց որ մի քիչ շատ է, բերեք մեջտեղներ ասեն։ Իսկ մարդիկ այս տրամաբանություն ունեն, Սամվել Կարապետյանը որպես քաղաքական գործչի լուրջ վերաբերվել է, այդ նշանակում է նսեմացնել քո ամբողջ քաղաքական գործունեությունը, որ անցել ես։ Մարդկանց պետք չի լուրջ վերաբերվել, այդ մարդիկ ուղարկված են, որպեսզի Հայաստանը որոշակի խնդիրներ ստեղծեն, բայց դա էլ չեն կարողանում անել։ Բայց եթե գնում ենք այդ տրամաբանության վրա, ես հասկանում եմ, որ դուք չեք ուզում այդ թեման շատ քննարկենք, բայց այնքան էլ ռազմավարական գործընկերոջ կամ դաշնակցի պահվածք չի ստացվում, էլի այն ինչ որ արվում է հիմա, թե չէ։ Թե ես մի քիչ էմոցիոնալ եմ այդ ամեն ինչը։ Դե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերջին տարիներին, եթե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասն է, վերջին տարիներին այսպես բավականին վատ օրեր ունեցել են եւ դա հիմնականում կապված է եղել այն հանգամանքի հետ, որ Հայաստանը իր սահմանների վրա ունեցել է որոշակի խնդիրներ եւ որպես դաշնակցի դիմել է Ռուսաստանի դաշնությանը, բայց ցավոք սրտի արձագանք չի ստացել եւ հետևանքներն էլ մենք տեսել ենք։ Իհարկե մենք փորձել ենք ամեն ինչ անել նաեւ այս տարիներին այդ իրավիճակներից հետո, երբ որ մեր գնահատականով դաշնակիցը այլ կերպ պետք է վարվեր, փորձել ենք աշխատանքային կարգով, ղեկավարների մակարդակով վարչապետ Փաշինյանը անընդհատ փորձել է եւ կարծես թե ստացվում էր նախագահ Պուտինի հետ ունենալ լավ հարաբերություններ, լավ շփում, լավ գործընկերություն եւ դա հաստատված էր։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք եւ ելի են վերադառնում են բանին, որ հունիսի 7-ից հետո ես կարծում եմ, որ մենք կարող ենք նորմալ աշխատանքային իրավիճակի վերադարձնել հարաբերությունները։ Քանի որ խոսք գնաց նաև 2020 թվականից հետո ստեղծված իրավիճակի մասին եւ հետևանքների մասին, տեսեք 2 օր առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրային հեռուստաընկերության եթերում
այսպես ասեմ, հերթական անգամ ասաց, որ մենք այն հոդվածով չենք դիմել հապկին, հետո երկում պայմանագրի շրջանակում էլի ենք անել, լավ չենք դիմել մի խոսքով, ու վերջում ավելացրեց, որ ըստ էության Հայաստանի Հանրապետությունն է հրահրել 2020 թվականի պատերազմը։ Այսինքն մեղավոր ենք միայն բացառապես մենք, այսինքն դուք որպես իշխանություն։ Ես կարծում եմ այդ մարդը հոգնել է քաղաքականությունից եւ այդ հոգնածության արդյունքում էր, որ անընդհատ այսպիսի բաներ է խոսում, որ իրան ի վերջո ասեն դուրս արի քաղաքականությունից եւ ակամայից հիշում եմ այն ձայնագրությունը, որը վերագրվում է Ռոբերտ Քոչյանին, որտեղ ինքը կռահելում է դիմում, խնդրում է, որ իրան թույլ տան դուրս գալ քաղաքականությունից, որովհետև այն իր համար անտանելի է դարձել։ Ես կարծում եմ, որ այն մարդը, որ տարիներ շարունակ իր կամքին դեմ գործունեությամբ զբաղված, ինքը նաև զզվելով այդ ամեն ինչից այսպիսի բաներ պետք է խոսի եւ ուրեմն սխալներ թույլ տա։ Բայց էլի այդ բանի տրամաբանության մեջ եմ ասում, որ Ռոբերտ Քոչյանը, Սամվել Կարապետյանը, Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը, Գագիկ Ծառուկյանը, դրանք որոշակի լավ բառ են օգտագործում վերջերս, բայց դա ռուսերենը զասլանից։ Իրանք տարբեր կենտրոններից ուղարկված մարդիկ են կամ համագործակցող մարդիկ են եւ իրենք չեն կարող Հայաստանի շահերից խոսել եւ հանուն Հայաստանի խոսել։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից ու այդ 18 ուժերից նրանց ընդեղ էլի կան երևի զասլանեցներ, որ մոռացա իրանց անունը։ Ֆորֆետ մասին երկում թողներեն ինձ տղերքում անունները ես չեմ հիշել։ Հիմա բայց տեսեք, նախընտրական այս ամբողջ բանի մեջ մենք բնականաբար սոցիոլոգիական հարցումներ այսպես բավական լուրջ եկան տեղ ունեն, իմ համար գիտեք մտահոգիչ չէներ, որ 70% ընտրողների ասում են մենք դեռ չենք կողմնորոշվել կամ չենք ցանկանում։ Մենք չունենք այդպես տվյալներ, որ 70%-ը կողմնորոշված չի։ Եվ ես վստահ եմ եւ մարզային մեր այցելությունից եմ ուզում ասել, որ արդեն երևի 1 շաբաթ 10 օր առաջ մեր բնակչության գերակշիռ մեծամասնությունը կողմնորոշված էր թե ինչ ընտրություն է կատարելու։ Ցավոք սրտի սոցիալական ցանցերի այս խայտառակ վիճակի արդյունքում ընդ որում սա հայաստանյան իրողություն չի, համաշխարհային իրողություն է, երբ որ մարդիկ իրենց կարծիքը արտահայտելու համար բուլինգի եւ կտանքների են մեդիա կտանքների են ենթարկվում, մարդիկ սկսել են քիչ խոսել իրենց նախընտրությունների, նախապատվությունների մասին։ Եվ գուցե սա նորմալ է, որովհետև մարդկանց մեծամասնությունը չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Իր գործը պետք է լինի ստեղծել, արարել, գործանել, հարկ վճարել, ապրել, երջանիկ լինել եւ գնալ ընտրությունների կամ քաղաքականությամբ զբաղվել 5 տարին մեկ, դրան նախորդող 1 ամսվա ընթացքում եւ ընտրություններից հետո ձևավորել իր կառավարությունը, նորից գնալ, ապրել, երջանիկ լինել, արարել, ստեղծագործել։ Նորմալ է, որ մարդիկ չեն խոսում քաղաքականությունից եւ ես կարծում եմ մարդկանց մեծամասնություն չի ուզում խոսել քաղաքականությունից, որտեղ դա իր հիմնական գործը չի։ Բայց ընտրությունների նախաշեմին ես վստահ եմ, որ բնակչության մեծամասնությունը իր ընտրությունը արդեն կատարել է։ Տեսեք, նախընտրական զարգացումներից որ խոսում ենք, շատ դժվար է քաղաքականությունից հեռու մնալ, որովհետև քաղաքականությունը ագրեսիվացել է շատ։ Ընդունենք։ Մի կողմից այնտեղ ասում են Դիզերնակաբերդի տեղը մզկիթ են սարքելու 300,000 ադրբեջանցի եկալու բան էս կոմենքում։ Մյուս կողմից այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է վանդակներում փակելուց, կզացնելուց եւ այլն, եւ այս բանի մեջ, այս ագրեսիայի մեջ, այսպես չեզոք մնալը շատ դժվար է։ Ընդ որում, նաեւ բարթա ինչ որ տեսակ է հայտնել այն իմաստով, որ կգան կներեք քրոթական լեզվով ասած հերեդ կանից են։ Այս կամ այն տեսակի չէ, դա ձեր ասած հավանն է, այդ բուլինգի տրամաբանությունը։ Դրա համար մարդիկ քաշվել են մի կողմի վրա։ Հիմա օրինակ դուք տեսնում եք հնարավորություն հունիսի 7-ից հետո
այս լարվածությունը նվազեցնելու, որտեղ հասարակությունը խելագարվում է կամացես։ Այո, իդեալականը կլիներ, եթե այս երրագլուխ բան պատերազմի կուսակցությունը, դիվերսիոն խմբերը Սամվել Կարապետյանի եւ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը չանցնեին խորհրդարան։ Սրանք ամենամեծ մեր քաղաքական դաշտում ամենամեծ նեգատիվը եւ աղբը մեդիա աղբը ստեղծող քաղաքական ուժերն են։ Հավանականություն կա, որ նրանցից այս 3-ից 1-2-ը կարող է չանցնել եւ դրանով կնվազի եւ հավանականությունը մեծ է որ կնվազի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը եւ մեր քաղաքացին շատ հաստատակամ է իր ձայնը բարձրացնելու եւ երբ որ այդ թվերը անբեկանելի եւ անկասելի լինեն, այդ լարվածությունը էականորեն կթուլանա։ Լարվածությունը կթուլանա նաեւ այն պատճառով, որ այս քաղաքական ուժերը էականորեն կնվազեցնեն մեդիա դաշտի ֆինանսավորումը։ Իսկ այդ մեդիա աղբը ստեղծող լրատվամիջոցները քիչ չեն այսօր եւ սնվում են այդ նախկին օլիգարխիկ այդ համակարգից Քոչարյան, Կարապետյան եւ Ծառուկյան եւ այդ երբ որ այդ աղբյուրները պակասի իրենց ֆեյքերի բուծողների ֆինանսավորումը պակասի էականորեն լարվածությունը կպակասի Ես վստահ եմ, որ հունիսի 8-ին մենք այլ իրավիճակ ենք ունենալու։ Հունիսի 8-ին, տեսեք, նախընտրական փուլի ես եւ նախորդող հատվածում եւ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ ակնկալում եք ունենալ սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։ Հիմա բայց եկեք փորձենք հասկանալ, եթե չի լինում սահմանադրական մեծամասնություն, լինում է ուղղակի մեծամասնություն։ Կառավարություն ձևավորելու տարբերակով հնարավոր է օրինակ այս դեպքում հասկանալի է որ այն 3 քաղաքական ուժերի մասին որոնց մասին որ խոսեցիք իրենց հետ որևէ ձևով հագործակցություն հնարավոր չէ համարում բայց եթե ասենք այդ 3-ը չլինեն 1 կամ 2 այլ ուժ լինեն կոալիցիայի տրամաբանություն քննարկում եք թե չէ հնարավորություն կա նման թե ոչ Մենք նման հարց այն որ ասում եթե չլինի այն հայտնի դասականը հիմա կա չէ ասում դե չի լինի բայց մենք այդ ուղղությամբ չենք մտածել եւ մենք գնում ենք սահմանադրական մեծամասնություն ունենալու ճանապարհով բայց իհարկե այստեղ ժողովուրդը պետք է որոշի թե ում է տալիս նման հնարավորություն տալիս է թե չի տալիս ընտրությունից հետո կքննարկենք բայց մենք նման տարբերակներ երբեք չենք քննարկել, որովհետև դա քաղաքական ուժերին, քաղաքական պայքարում, նախընտրական փուլում մեծ վնաս է տալիս, երբ որ դու տենց բաների մասին ես խոսում։ Այսօր նույն ընդդիմությանը, երբ որ իրանք տենց բանը լղոզել են դաշտը, շատ հաճախ ասում են, թե եթե մեզ չեք քվեարկում, մեր 3-ից 1-ին քվեարկեք բան, մարդը չի հասկանում, ինչ է այս ընդդիմադիր դաշտը Իրանք ինչի համար են ընդդիմադիր դաշտում իրանք քաղաքական ուժ են թե ընդդեմ աշխատող ինչ որ զանգված նույնը ցանկացած քաղաքական ուժի դեպքում է երբ որ դու մտնում ես քաղաքական պայքարի մեջ եւ չես գնում հաղթանակի այդ խնդիրներ ես ունենում երբ որ սկսում ես մտածել որևէ գործընկեր քաղաքական ուժի մասին այդ տենց մտքեր կար չէ Սերժան ժամանակ էլ Քոչարյանի ժամանակ էլ բան զուգահեռ ինչ որ ուժեր աճացնենք բան դա դեֆորմացնում է քաղաքական դաշտը ժողովուրդը կորոշի կասի քաղաքացիական պայմանագիր դու հաղթել ես գնա կառավարություն ձևարի կգնանք կառավարություն կձևարենք կասի պետքա դու առաջին տեղն ես բայց բավարար ձայն չունես բան անելու համար կառավարություն ձևավորելու կոալիցիա ձևավորի, բայց դա բնական այդ թվերից է բխելու, ոչ թե մենք ինչ որ կաբինետում նստենք, ասենք, այս ինչ քաղաքական ուժը այսքան կհավաքի, մենք էլ այսքան կհավաքենք, կոալիցիա կկազմենք կամ չենք կազմի։ Եվ 30 վայրկյանի ընթացքում, եթե կարելի է, ինչու պիտի ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հունիսի 7-ին գնամ ձեր քաղաքական ուժին ձայն տամ։ Որպեսզի Հայաստանի Հանրապետությունում շարունակի կապրել խաղաղության մեջ
լինեք երջանիկ ձեր ընտանիքի հետ, կարողանաք ստեղծագործել եւ արարել եւ ընդհանրապես ապրել։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ, որ այսօր նախընտրական պաշտոնական քարոզարշավի շրջանում իմ զրուցակիցներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով падգամավորության տեխնացու կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։